Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը արդարացրել է Իրանի վրա ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումը։ Իրանի միջուկային ծրագիրը Թրամփը Միացյալ Նահանգների համար աջող սպառնալիք է որակել։ Նա նաև նշել է, որ արդեն իրանական 10 նավ է ոչնչացվել։ Սա մեր վերջին լավագույն հնարավորությունն էր հարվածելու եւ վերացնելու այս հիվանդ եւ չարագործ ռեժիմի կողմից ներկայացվող անհանդուրժելի սպառնալիքները։ Մեր առաջնային նպատակը Իրանի հրթիռային կարողությունների ոչնչացումն է։ Մեր երկրորդ նպատակը Իրանի նավատորմի ոչնչացումն է։ Մենք արդեն ոչնչացրել ենք 10 նավ, դրանք ծովի հատակում են։ Եվ երրորդը, մենք ապահովում ենք, որ ահաբեկչության աշխարհի թիվ 1 հովանավորը երբեք չկարողանա միջուկային զենք ձեռք բերել։ Բրյուսելում գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն բացառել է դաշինքի միանալը Իրանի դեմ ծավալված Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողություններին։ Շատ կարևոր է այն, ինչ ԱՄՆ-ն անում է Իսրայելի հետ միասին Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռների զարգացման կարողությունները վերացնելու եւ թուլացնելու համար, սակայն ՆԱՏՕ-ն բացարձակապես մտադրություն չունի ներքաշվելու այս գործընթացի մեջ կամ լինելու դրա մաս։ Պոլիտիկոյին տված հարցազրույցում Թրամփը խոսելով մարտական գործողությունների հաջորդ ընթացքի մասին պարզաբանել է. Նրանք նավատորմ չունեն, օդուժ չունեն, օդային հայտնաբերման համակարգ չունեն, ամեն ինչ ոչնչացված է։ Նրանց ռադարները ոչնչացված են, բանակը նույնպես, մնացել է միայն քաջությունը։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները նշանակալի դերակատարություն ունի Իրանի հետպատերազմյան քաղաքական կառուցվածքի ձևավորման գործում։ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել ինչպես Իրանի ժողովրդի, այնպես էլ իշխանությունների հետ, ապահովելու համար, որ երկիրը ղեկավարի այնպիսի անձ, որը կկարողանա վերակառուցել պետությունը, բայց առանց միջուկային զենքի։ ԱՄՆ-ն կօգնի ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի Իրանը չունենա այնպիսի ղեկավար, որը 10 տարի անց կրկին կստիպի մեզ անել նույնը։ Հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները մեր երկրում էլ են օրակարգային հարցերից դարձել։ Փաստորեն անկանխատեսելի ու անսպասելի չի եղել այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար։ Շուրջ 1 տարի առաջ աշխատանքային խումբ է ձևավորվել, անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկվել։ Վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանի կառավարությունն անհոգ չէ։ Իրավիճակով պայմանավորված էլ ապրանքների դեֆիցիտ չի լինի։ Այդ աշխատանքային խումբը երբեմն ամենօրյա, երբեմն ամեն ժամյա, երբեմն ամեն ամսյա ռեժիմով աշխատում։ Պատկերացնում եք, ասենք, մի տարի առաջ կամ գուցե տարի ու կես առաջ դա ստուգելի վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Երևանն ու Մոսկվան քննարկում են հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցը։ Հայկական կողմը պնդում է, որ առանց ժամանակին իրականացվող արդիականացման երկրի երկաթուղիները պարզապես չեն կարողանա սպասարկել բեռնաշրջանառության նոր ծավալները, հատկապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից հետո։ Մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Խնդիր չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու։ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի համատեքստում է Փաշինյանը հայտարարում ու հավելում, որ առաջնորդվում են Հայաստանի պետական շահերից ելնելով։ Մենք բարեբախտաբար թե դժբախտաբար դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Տնտեսական օրակարգը իր արագությամբ ու զարգացումներով գերազանցում է քաղաքական օրակարգին։ Վարչապետ Փաշինյանի կարծիքն է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Դեռ պարզ չէ, թե երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքներ են կատարվում։
Հակակոռուպցիոն դատարանը բարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցը։ Դատախազությունը պահանջում է կրթության եւ գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, շուրջ 893 միլիոն դրամի ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաեւ 276 միլիոն դրամ, որը չի միավորվում օրինական եկամուտներով։ Քաղաքացիները կարող են նպաստել իրենց համայնքների զարգացմանը հենց իրենց կողմից կատարվող ծրագրերի միջոցով, մասնակցային բյուջետավորմամբ։ Պետությունն ապահովում է այդ ծրագրերի ֆինանսական եւ մեթոդական աջակցությունը։ Ֆինանսական աջակցությունն իրականացվում է սուբվենցիոն մեխանիզմներով։ 2026 թվականի դրությամբ գործընթացն ընդգրկում է 52 համայնք։ 25 թվականին իրականացվել է 21 համայնքներում 21 համայնքներից բացի ընդհանուր առաջարկների քանակը կազմել է 39 առաջարկ, իրականացվել է 31 ծրագիր, 1 միլիարդ 202 միլիոն ընդհանուր գումարով, որից 740 միլիոն դրամը պետական համաֆինանսավորում, իսկ մնացած մասը 462 միլիոն դրամը կամ 34% համայնքային համաֆինանսավորում։ Այս տարի ծրագրում ներառվել են բոլոր մարզերը, առաջարկներ են ներկայացվել թե քաղաքային, թե գյուղական համայնքներից։ 2024 թվականից մինչև հիմա ծրագրի ընթացքը դինամիկ աճ է գրանցել։ Համայնքների մասնակցությունն ավելացել է, դրական ազդակները շատացել են։ 2 տարվա ընթացքում սակայն ի հայտ են եկել նաև որոշ խնդիրներ, որոնց լուծմանն են միտված կառավարության 3 խումբ փոփոխությունները։ Առաջին խումբը այն է, որ ծրագիրը այսուհետ մշտական հիմունքներով է գործելու, այսինքն մենք անցել ենք արդեն պիլոտավորման փուլը, ծրագիրը ներառվելու է պետական բյուջեի հավելվածով ներկայացվելու են բոլոր այն համայնքները, որոնք հանդիսանում են շահառու տվյալ ծրագրի, նաև պետական բյուջեի հավելվածի համապատասխանահոզակով ներկայացվելու է այդ համայնքների գծով պետության կողմից ֆինանսավորվող սուբվենցիայի սահմանաչափերը ըստ յուրաքանչյուր համայնքի։ Ըստ կարգավորումների համայնքի ղեկավարը լիազոր մարմին սուբվենցիոն հայտերը պետք է ներկայացնի մինչև մարտի 1-ը, նախկին ժամկետը ապրիլի 1-ն էր։ Մեկ այլ փոփոխությամբ էլ այսպես ասած կպահպանվի արդարության սկզբունքը։ Մեծ եւ փոքր համայնքների համար ծրագրերի քվեարկության անցողիկ շեմերը տարբեր կլինեն։ Եթե նախկինում 1% շեմ էր սահմանված առաջարկությունների անցողիկ, որպեսզի հաղթող համարվի առաջարկությունը, ապա ներկայումս տարբերակել ենք այդ շեմը փոքր բնակավայրերի մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրերին վերաբերող առաջարկների համար պահպանվել է այդ 1% անցողիկ շեմը, իսկ 5000-ից ավել բնակիչ ունեցող բնակավայրերին վերաբերող առաջարկների համար սահմանվել է 2% շեմը։ Փոփոխություններ են իրականացվել նաև քվեարկության կարգում։ Եթե նախկինում բնակիչը կարող էր քվեարկել 3 առաջարկի օգտին առանց տարանջատելու, թե որ բնակավայրին են դրանք վերաբերում, ապա ներկայիս կարգավորումների համաձայն պետք է ձայները տրվեն տարբեր բնակավայրերի առաջարկներին։ Սահմանվել է նաև ժամկետային սահմանափակում։ Այսուհետ ընտրված ծրագիրը պետք է ավարտին հասցվի 6 ամսվա ընթացքում։ Մարտի 1-ից մինչև 150 միլիոն դրամ տարեկան իրացման շրջանառություն ունեցող որոշակի տեսակի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանվել են ֆիզիկական պոստտերմինալներով անկախի եղանակով իրականացվող քարտային գործարքների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր։ Առքա քարտերով գործարքների համար սահմանաչափը 0.5%-ն է, հայկական բանկերի կողմից թողարկված վիզա եւ Mastercard քարտերով գործարքների համար 0.9%։ Տեղեկությունը հայտնում էին Հայաստանի բանկերի միությունից։ Գյուղատնտեսական տարին շուտով կմեկնարկի, հետևաբար կսկսեն վառելիքի, պարարտանյութի թանկության մասին զրույցները, բայց ամենակարևորը ոռոգման թեման նորից կդառնա ամենաթոփերից մեկը։ Ոռոգման ջուրը վերջին տարիներին եղել է եւ մնում է համար 1 խնդիրը, որը խոչընդոտում է գյուղ ոլորտի զարգացմանը։ Կլիման է պատճառը, կրկնում են պատասխանատու չինովնիկները եւ մեջբերում տարբեր ծրագրեր, որոնք իրականացվում են ջրի տնտեսման համար։ Մյուս կողմից խոսում են ոռոգման ցանցի ընդլայնման մասին, ինչը պետք է մեծացնի ֆերմերային տնտեսությունների աշխարհագրությունը։ Վերջի 5 տարվա ընթացքում ոռոգման ցանցը
ինչքան հավելյալ տարածքների վրա է տարածվել, լավ, այսքան ինչքանով ընդարձակվել, որովհետև երկրի օրինակ վարելաողելի մոտ 50%-ը չի մշակվում։ Թիվը, որի հետ մենք աշխատում ենք, մոտավորապես 100,000 հեկտար է, բայց նաև կառավարության ղեկավարի, երկրի ղեկավարի կողմից ունենք հանձնարարական 100,000 հեկտարը հասնել ապագայում 700-800,000-ի։ Այսինքն Հայաստանում այս պահին ահռելի քանակությամբ վարելահողեր մատնված են պարապուրդի, քանի որ անջրդի են։ Կառավարությունը տարիներ շարունակ մեծ ֆինանսական միջոցներ է ներգրավել այս իրավիճակը փոխելու համար, սակայն էական տարբերություն ոռոգման ջրի հասանելիության մասով կարծես չկա։ Հիմա էլ գործադիրը հերթական մեծ վարկային պայմանագիրն է պատրաստում, այդ թվում ոռոգման ցանցի նորոգման համար։ Այն տեղերն են իրանք վերանորոգել, թեկուզ կապիտալ շինարարություն են արել, որտեղ որ սովորական մեքենան գնում կանգնում է, ղեկավարներն են կարողանում են մոտենալ առանց կոշիկների ծայրերը փոշոտվելու, իբրև թե դիտում են ռեպորտաժ են պատրաստում։ Դրանից այն կողմ տարածքներ կա, որ բացարձակ սկիրանք ոտքով էլ չեն անցել։ Այս պահին ըստ պաշտոնական տվյալների ջրի կորուստը 50%-ի սահմաններում է, բայց այդ թիվը խիստ մոտավոր է, քանի որ չկան հստակ չափման մեխանիզմներ։ Ժամանակին Հայաստանում տեղադրվել են SCADA համակարգի բաղադրիչներ, որպեսզի հստակեցվի, թե ջուր սպառող յուրաքանչյուր ձկնաբուծարան, ֆերմա, հեկ որքան ջուր է վերցնում համակարգից։ Սպառվող ջրի քանի տոկոսն է ջրաչափվում։ Ցավոք շատ փոքր տոկոսը ունենք սարքեր, որոնք դրվել են, հետո հավաքվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են, փչացվել են, վնասվել են, ունենք սարքեր, որոնք դրվել են ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում։ Այսինքն պետությունն այս պահին չունի պատկերացում, թե գետնի վրա ով որքան ջուր է սպառում, որտեղից որքան ջուր է դուրս գալիս եւ որքանն է տեղ հասնում, ամեն ինչ մոտավոր է։ Գերօգտագործման ընկերությունների մոտ իրանք ցույց են տալիս 46-ից 50% կորուստ, տեղ կա ավելի բարձր, գանձումներն են խայտարար, բայց մեծ ցանցերում կորուստները շատ ավելի բարձր է։ Խնդիրը լուծելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղից է այն սկսվում, հստակ տեղը եւ պատճառները։ Ոռոգման համակարգի վերաբերյալ այս պատկերացումները չկան։ Գուցե այդ է պատճառը, որ տարիներով հարյուրավոր միլիոնների ծախսը այս ոլորտում այդպես էլ արդյունք չի տալիս, եզրակացնում են մասնագետները։ Քաղաքացիների մոտ կուտակված բացասական հոգեվիճակները հաճախ հանգեցնում են նրան, որ փոքր միջադեպերը վերածվում են լուրջ բախումների, երբեմն ունենալով դժբախտ ավարտ։ Մասնագետների համոզմամբ դա են փաստում վերջին 2 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած արյունալի եւ սահմռկեցուցիչ դեպքերը։ Փոխվում են թե թվերը, թե հանցագործությունների տեսակները։ 2025 թվականի ամփոփ վիճակագրությամբ Հայաստանում կատարված հանցագործությունների եւ դրանցով հարուցված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3.2%-ով նվազում։ Իրավապաշտպաններից շատերը հանցագործությունները կապում են անչափահասների վերասոցիալականացման շրջանի հետ։ Նրանց կարծիքով պարտադիր հոգեբանական դասընթացներ պետք է կազմակերպվեն։ 2025 թվականին 2024 թվականի համեմատությամբ կատարված եւ դրանցով նախաձեռնված քրեական վարույթների նվազում ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Հանցագործությունները սառը զենքով եւ հատկապես զենքով աճել են։ Լինում է այն պայմաններում, երբ որ վերահսկողությունը թույլ է օրինապահ մարմինների։ Այն հետևության է եկել, որ անչափահասների կողմից կատարած հանցագործությունների հիմնական մասը կապված է ընտանիքի խնդիրներից, դաստիարակությունից։ Չնայած նրան, որ հանցագործություններ կատարելուց հետո շատերն ասում են, թե դա արել են ինքնապաշտպանման համար, իրավապաշտպանները կոնկրետացնում են, թե որ դեպքում է գործում այդ նորմը։ Դրսում եւ շրջապատում իրենց անձը ավելի բարձր կարեւորելով եւ գնահատելով ցանկանում են լինել իշխող դերում։ Իրենց պատկերացումներով անչափահասները իրենց խոսքը ցանկալի է, որպեսզի անցնի հենց այդ շրջապատում։ Մարդկանց ընդհանուր կենսակերպը ավելի լարված է դարձել։ Հրատապ խնդիրները մասնագետների համոզմամբ արագ որոշումներ կայացնել են ստիպում առանց խոսքի մշակույթի օգտագործման։ Եթե նա ձեռքով, փայտով կամ քարով է հարվածում, ապա դու չես կարող զենք կիրառել, ավելին վնասել զենքով։ Ինքնապաշտպանություն կլինի, եթե քո կատարած գործողությունները լինեն դիմացինի գործողությունների հետ
հավասար կամ նվազ։ Արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի կիրառմամբ կամ զենքով կատարված հանցագործությունների կանխարգելումը համաշխարհային փորձով իրականացվում է միաժամանակ իրավական, կրթական եւ սոցիալական մեխանիզմների համադրությամբ։ Անհրաժեշտ է դրա վաճառքի հետ կապված վերահսկողությունները, պահանջները եւ պատասխանատվությունները ավելի խստացնել, շեշտում են մասնագետները եւ հավելում, որ համակարգված աշխատանքները կարող են նպաստել հասարակության անվտանգության ամրապնդմանը։ Ֆուզական վիճակը հնարավորություն չի տալիս գիտակցականին եւ դրանով պայմանավորված նաեւ խոսքային մշակույթին որոշակի ձևեր փնտրել, գտնել եւ խնդիրը լուծել խոսքի միջոցով, ոչ թե ֆիզիկական ագրեսիայի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊԵԿ ենթակառուցվածքների եւ վարչական շենքերի կառուցման ու արդիականացման խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը։ Քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը եւ առկա խնդիրները, դրանց հնարավոր լուծումները, ֆինանսական ռիսկերն ու կանխարգելման մեխանիզմները։